հիմա ամառ է, մենք գիտենք, թե որքան հաճախ ենք մեզ թույլ տալիս այդ միջուտեստները մանո եւ ելի մենք գործ ունենք բերանի քաղցի հետ, mouth hunger ասվածի, որովհետեւ տանից դուրս ենք գալիս, մտածում ենք սառը սուրճ խմենք սերուցքով, պաղ-պաղակ, զովացուցիչ ըմպելիք, ինչու ոչ թարմանալու համար եւ այդ ամբողջը ուտելու արանքում։ Միջուտեստները միշտ վնասակար են։ Նայեք միջուտեստները վնասակար նաեւ կարա չի լինի։ Okay, այսինքն մենք ունենք միջուտեստներ, բայց նենց բանիկ էլի ուտում, ինչ որ կարևոր է մեր մարմնին, okay? Այսինքն եթե դու ճիշտ ես ուտում, միջուտեստը սխալ չի, դա ճիշտ կարծիքի մասին ասենք էլի, բայց իհարկե նայած դու ինչ ես ընտրում։ Այսինքն, եթե գնացի ջամփից մի հատ բաղբակ վերցրեցի, գնացի մի հատ գարեջուր, իր հետ հայերենով ասած տաշախուստը վրա ասում են, այսինքն, չգիտեմ, գետնանուշը կլինի, արևածաղիկը կլինի, չէ, չի ավարտել։ Էդի միջուտեստ չի։ Okay, շապ օրվա ընթացքում մի հատ խախտում արեցինք, հասկացանք, բայց ուշադիր եք այդ խախտումը չբերի մնացածին։ Եվ որ դու գերան բաբագը բերել մնացածին։ Եվ որ գերան քեսի բերելու մնացածին։ Դրա համար խորտ կդամ, երբ որ դու հացը նորմալ ուտես, այսինքն նախաճաշ ընտրիկը նորմալ գերած ելնես, սպիտակուցը բարձր լինի, ջուրը խմած ելնես, քո բահանջքը այդքան շատ չի լինի։ Ուզեցանք մի բան անենք, օքեյ, խնդիր չկա, օրվա ընթացքում իջանք դուրս եկանք, ուզում ենք մի բան օգտվենք, խնդիր չկա։ Գնա այդ մի փոքր բանը դկեր, բայց չափը մի անցի։ Միշտ ասում ենք, չափները կարևոր, քանակները դեսակները կարևոր։